Տերնշան վաղվա պատարագի հետ կապված ինչ կասեք, Շիրակի թեմի քահանաները իրենց դիրքորոշումը հայտնեցին, արդյոք այս ամենը ապտակ էր իշխանություններին։ Իրենք պիտի իմանան ապտակ է, թե չէ։ Մենք մեր ծառայությունն ենք մատուցում, մենք մեր ուղղափառ հավատքը պահելով, այն միջայլոցով չխրտնեմ, որ ասում ենք ուղղափառ հավատք, հայ առաքելական եկեղեցու հավատքը ուղղափառ է, հարափառ չէ։ Ուրեմն մենք մեր հավատքը պահելով, մեր սկզբունքները, մեր եկեղեցու կանոնները պահելով, պատասխան տվել ենք, որ մենք մեր հայրապետին հիշող ենք, մեր առաջնորդին հիշող ենք պատարագի համար, ինչ և պահանջվում է մեզանից, իբրև հոգևորականներ, առաքելական հաջորդականությունը ընդունելով։ Տերնշան տարբեր քահանաների անուններ են շրջանառվում, ովքեր հնարավոր է լինեն վաղը պատարագիչը, մեր թեմից չէ, նույնիսկ Վազգեն Սրբազանի անունն է շրջանառվում։ Ուրեմն մնացածը պիտի իմանան, որ եթե իրենք հոգևորական են, վստահաբար գիտեն, որ հիմնակալ առաջնորդի կամքից դուրս, կամքին դեմ, իր իշխանության տակ գտնվող վիճակի մեջ որևէ մեկը, երբ որ համարձակություն է ունենում պատարագ մատուցել, մեզ ովքեր արժանի է և եկեղեցուց հեռացման բանադրման արժանի է։ Ըստ եկեղեցու կանոնների։ Տերնշան նախքան Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, որ ասեց Սուրբ 7 վերքում եմ մասնակցելու պատարագի, այստեղ նախատեսված էր պատարագ դեկտեմբերի 7-ի զոհերի հիշատակին նվիրված, հիմա ամենափրկչում է լինելու այդ պատարագը։ Չէ, արդեն փոփոխություն կա, Տեր հայրը ընդհանրապես Գյումրիում չի պատարագելու, այդ շողակաթ եկեղեցու է պատարագելու, ով այստեղ պիտի պատարագեր, որովհետև ինքը հետո իրապար հայրապետին հանդիպի իր օծակից եղբայրների հետ, այսինքն ժամանակային խնդիր կա, ինքը այնտեղ պիտի լինի։ Տեր հայր, այստեղ վաղը ըստ ձեզ ինչպես կզարգանա իրավիճակը, հաշվի առնելով, որ մենք գործ ունենք մի արկածախնդիր խմբակի հետ։ Մեր թեմակալ առաջնորդ Միքայել Սրբազանը հստակորեն ասել է, որ մենք լավ եկեղեցիներ ունենք և պիտի գնանք և պիտի բռնազավթված եկեղեցու չլինենք և իրենց պատարագին չմասնակցելով է, որ պիտի ուրեմն ցույց տանք մեր վերաբերմունքը։ Մնացած ովքեր որ կհավաքվեն կգան, եթե ինչ-որ ուժով բերվեն, վարչական մեխանիզմներով, նշանակում է, որ իրենք պատարագի չեն եկել, այլ ինչ-որ միջոցառման։ Տեր հայր, այս ընթացքում մենք տեսանք, որ կարգալույծ քահանան էր պատարագ մատուցում, մի քանի անգամ այդպիսի դեպքերի ականատես եղանք, այսպես շատ հոգևորականներ ֆեյք պատարագ էին անվանում, այս պատարագները Փաշինյանի Ես կնախընտրեի մեր Սրբազան հոր ասացը պատարագանման արարողություն։ Նախ պատարագը ինքը հավատացյալների համար մեր իրոք զոհաբերումն է և մարդիկ պիտի գան ոչ թե ներկայացման կամ մասնակից լինելու, որտեղ հրահանգված է, այլ պիտի գան հաղորդություն վերցնելու մեղքերի խոստովանության համար։ Ուրեմն չի կարելի ասել, որ պատարագ է, երբ որ մարդիկ ուղղակի ներկայացում են գալիս։ Եվ հետո ինչ սրտով առանց ապաշխարության պիտի մոտենան հաղորդության։ Իսկ որ չեն ապաշխարում, երևում է իրենց դիրքից։ Տեր հայր, մենք նաև տեսնում ենք, որ վաղվա պատարագի համար մարդկանց են հավաքագրում, ցուցակագրում են մարդկանց, ներկա բացակա են անում, այսինքն մարդիկ պարտադրված են գալիս, մասնակցում Փաշինյանի ճակերտավոր պատարագներին։ Իրենց պատիժն են կրում նրանք, ովքեր որ դա անում են։ Իրապես գալ և ուրեմն անարժանաբար մասնակցել արդեն ինչ պատիժ է։ Գալ և անարժանաբար հաղորդություն վերցնել արդեն ինչ պատիժ է։ Ուրեմն դատաստան է տեղի ունենում իրանց համար իրականում։ Իսկ իշխանությունը թե անողների, հիմնականում անողների համար։ Իսկ իշխանությունը ինչ է փորձում այս ամենով մեզ հավատավոր ժողովրդից ցույց տալ իր այս քայլերով։ Ինչպես։
Ինչ է ուզում ցույց տալ իշխանությունը։ Իրենց պիտի հարցնեք, ինչ է ուզում ցույց տալ։ Եկեղեցին ինքը Քրիստոսի վեմի վրա է հաստատված եւ անկախ այդ արտաքին խամիների եկեղեցին հաստատուն է մնալու միշտ։ Տերնշան տեսնում ենք, որ 10 եպիսկոպոսներ անցել են Նիկոլ Փաշինյանի կողմը, դրանք եւս միացել են վեհափարի դեմ պայքարին, ինչպես եք այս ամենին վերաբերվում որպես հոգևորական։ Հայտնի չի, որ նորմալ չպիտի վերաբերվեն, բայց Չէ, արդյոք տպավորություն ունեք, որ պառակտման կներեք, անընդհատ ուզում են ներկայացնել վեհապարի դեմ պայքարին, վեհապարի դեմ չի, վեհապարն ինչ կապ ունի 7 վերքում պատարակ մատուցող քահանայի հետ, որ իր պատարակը պիտի մատուցի, ուրեմն ոչ թե եկեղեցու, ոչ թե վեհապարի, այլ պայքարը եկեղեցու դեմ է, պիտի գիտակցեն բոլորը, եկեղեցուն թուլացնելու, եկեղեցին մասնատելու եւ այլ նմանակ նպատակներով։